Եթերում հեռանկարն է։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ առավել ակտիվանում է ներքաղաքական անցուդարձը։ Ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը իրենց ծրագրերն են վերջնականացնում եւ հանդիպումներ ունենում տարբեր համայնքներում։ Այսօր մեր տաղավարում է Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Երևի շատ են այդ հարցը տվել, բայց մի հատ էլ ես տամ։ Ինչու Շնորհապետական կուսակցություն։ Ինչ է նշանակում։ Դասական առումով ուզում ենք ձևավորել գաղափարախոսություն, որը հենված կլինի արժանիների իշխանության վրա, այսինքն տեխնոկրատների, մասնագետների փայլուն իրենց աշխատանքը տիրապետող, հետևաբար ընտրեցինք միջազգայինորեն եւ քաղաքագիտության մեջ տարածված եզրը, մերիտոկրատիա, որի հայերեն համարժեքը շնորհապետությունն է։ Արդյոք դա հասկանալի է լսարանին, ինչպես են ձեզ ընկալում։ Պատկերացրեք, այո, որտեղ մեր ժողովուրդը շատ է սիրում սովորել նոր բան, անգամ այն մարդիկ, ում ականջին դա խորթ է հնչում, հարցնում են եւ յուրացնում են, որտեղ մեր ժողովուրդը սովորելու հետ միշտ մեծ ցանկություն ու ջիղ է ունեցել, պատահական չի, որ ասում են հայերը լավ հրամանատարներ, զինվորականներ եւ լավ գիտնականներ են դառնում, այդ ուսումնատենչությունը մեր ազգի մեջ կա, նորը սովորել, նորը բացահայտել։ Նախկինում ասում էին հիմնման աշխատանքների ծավալման պարագան, որ դժվար կլինի մարդկանց դա բացատրելը եւ տեղավորելը մարդկանց գիտակցության մեջ, բայց արի ու տես, որ հետաքրքրվում են, սովորում են, յուրացնում են եւ շատ հեշտությամբ։ Բառն էլ ընտրված գեղեցիկ է, իմ գնահատմամբ հայերեն համարժեքը շնորհապետություն շատ բարեհունչ է։ Դրա համար հեշտ ընկալելի։ Մերիտոկրատիան իր հերթին, բայց կուսակցությունը շատ կարճ կենսագրություն դեռ ունի։ Ինչի հիման վրա պետք է ձեզ վստահեն, այսինքն դեռ ձեզ չեն փորձել, հա, ձեր հենց ամբողջ զավեշտը կայանում է նրանում, որ փորձված լինելը մի քիչ արատավոր երևույթների հետ է կապված Հայաստանի Հանրապետությունում։ Փորձված ինչի մեջ, կոռուպցիայի, կաշառակերության, ծայրաստիճան վատ բանակցային գործընթացի, երկիրը ավերող հանգամանքների, նեպոտիզմի, ծանոթ խնամի բարեկամ սկզբունքի, ինչի մեջ փորձված։ Այս հանգամանքները խիստ ընդգծված օրհասական են դարձրել նոր ուժի կայացման աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում եւ ժողովուրդը հասկանում է, որ նախկին իրողությունների հետ կապ չունեցող ուժերը կարող են մեծ վստահության չափաբաժին ունենալ հայության շրջանում։ Իհարկե իդեալի մեջ ես նաև սկեպտիկներին, թերահավատներին եմ հասկանում, իդեալի մեջ գեղեցիկ կլիներ, որ փորձառությունը նաև ասոցիացվեր ուժի հետ եւ անաղարտության հետ։ Ցավոք սրտի 30-ամյա մեր նորանկախ իրավիճակում մենք նման փորձառություն ունեցող ուժերի չենք կարողանում մատնացույց անել, հետեւաբար նորը ասոցիացվում է մաքրության հետ, այն ուժի մարդկանց հետ, այն անհատների հետ, ովքեր որ սխալներ թույլ չեն տվել քաղաքական առումով, խոստումնալից են այս առումով, մեծ հավատ ու մեծ ակնկալիքներ ամփոփած ուժ է, որը մեծ նաև մարդկանց կողմից վստահության է արժանանում։ Հասարակական ինչ ռեսուրսով եք գնում դեպի ընտրություններ, ինչ եք հաշվարկել։ Գիտեք, ես կարծում եմ, որ Հայաստանի Շնորհապետական Կուսակցության ճանաչելիության մակարդակը այսօր շատ բարձր է։ Մենք առաջ ենք անգամ տասնամյակներ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական դաշտում գործառնվող քաղաքական ուժերից եւ քաղաքական գործիչներից, անգամ նրանցից, ովքեր որ ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունը եւ մեկամյա քաղաքական ուժի համար սա ահռելի մեծ քաղաքական կապիտալ է։ Ես փետրվարի վերջ հայտարարություն արեցի, այն էլ հանրայինի եթերում, որ մենք երրորդ տեղը ընթացող ենք մեր հաշվարկներով, մեր ձեռքի տակ ընկած հանգամանքներով։ Հիմա ես ուզում եմ հայտնել, որ մենք երրորդ տեղը մոտ 20 օր է ինչ արդեն հատած ենք, երկրորդ տեղը ընթացող ուժ ենք քաղաքական դաշտում եւ մեր հավակնությունները շատ ավելին են, մենք ակնկալում ենք հաղթանակ եւ բացառապես հաղթանակի համար ենք ընթանում։ Հույս ունենք, որ հայ ժողովուրդը կհամախմբվի եւ ի վերջո մենք պատմության գիրկը կուղարկենք եւ նախկիններին եւ ներկաներին, ստեղծելով նոր հնարավորություններ, նոր հորիզոններ, արժանապատիվ խաղաղության հարացույցը մեկնարկելու եւ շարունակելու համար մեր սիրելի հայ ժողովրդի համար։ Այդ երրորդ տեղը, որ ասում եք, ինչի հիման վրա ինչ հարցումներ են արվել։ Դրանք ներքին օգտագործման հարցումներ են, որոնք որ մեր ձեռքն են ընկել 3
տարբեր աղբյուրներից, որոնք հրապարակման ենթակա չեն, զուտ մեր աշխատանքային դիրքավորումը հասկանալու համար։ Դրանից ավելի վաղ կատարած հարցումներ կան, որոնք որ հրապարակվել են եւ Միացյալ Նահանգների Հանրապետական ինստիտուտի կողմից են հրապարակվել, մենք, եթե չեմ սխալվում, 4-րդ, 5-րդ տեղով ընթացող քաղաքական ուժ էինք հունվար ամսվա դրությամբ։ Իսկ հիմա մենք գիտենք, չէ, ժամանակը այնքան արագ է զարգանում, այնքան փոփոխությունները արագ են տեղի ունենում, որ մեկ ամսվա ընթացքում կարելի է թռիչքաձև աճ ունենալ, ել չասած, որ մայիս ամսին արդեն երբ որ տեսանելիությունը 100% շեմը կհատի, հաղթանակի հնարավորություններ կան։ Դուք ձեր Facebook-յան էջում հարցեր եք առաջադրել, հա, եթե ուզում եք իմանալ կուսակցությունը որտեղից են, հարցեք, որտեղից է ծագումը, ինչ համագործակցությունների է պատրաստ հիմա եւ խորհրդարան անցներից։ Հիմա եթե ձեզ տամ այդ հարցերը, ինչպես եք պատասխանելու։ Մեծ սիրով կպատասխանեմ, որովհետեւ պետքա սիմետրիկ լինի։ Եթե այդ հարցը ես հնչեցնում եմ ուրիշների համար, ուրիշները նույն հարցը պետք է հնչեցնեն իմ հասցեին եւ խնդրեմ, ի՞նչն եք հարցնում։ Որտեղից են գալիս։ Ծագումը որտեղից է։ Ծագումը լիարժեք քաղաքացիական նախաձեռնության վրա հիմնված քաղաքական ուժ է, երբևիցե որևէ քաղաքական ուժի հետ համագործակցություններ չունեցած եւ չունեցող, ես երբ որ քաղաքականություն մուտք գործեցի, իմ հետագիծը արատավոր չի, ես երբևիցե որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ եղել եւ որևէ քաղաքական ուժի կազմում հանդես չեմ եկել, սա մաքուր քաղաքացիական նախաձեռնությունից ծնված քաղաքական ուժ է, որը խոստումնալից գաղափարախոսություն եւ ծրագիր է ներկայացում հայ ժողովրդին։ Պարոն Սիմոնյան, շարունակությունը, եթե դաշինքով լինի, եթե համագործակցություններ լինեն, ինչպիսի համագործակցությունների եք պատրաստ։ Դա իմ հնչեցրած հարցերից երկրորդն էր, եթե չեմ սխալվում, մենք ասում ենք, որ ունենք հետեւյալ արժեքները, որոնք չենք դավաճանի ոչ մի կերպ։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը ի սկզբանե մերժում է նախկին 3 նախագահների, քաղաքական ուժերի, նրանց արբանյակ քաղաքական ուժերի հետ որևէ համագործակցությունը, թե հիմա նախընտրական շրջանում, թե հետընտրական շրջանում, երբ որ ժողովրդի կամոք եւ Աստծո կամոք հայտնվենք խորհրդարանում, Շնորհապետական կուսակցությունը մերժում է ներկայիս վարչապետի քաղաքական ուժի եւ նրան սատարող արբանյակ քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների հետ համագործակցությունը այսօր նախընտրական շրջանում եւ խորհրդարան անցնելուց հետո մենք մերժում ենք Հայաստանի Հանրապետությունում երբևիցե կոռուպցիոն գործընթացներում թաթախված անհատների եւ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը եւ օտար երկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող եւ կոլաբորացիոնիստական գործունեություն ծավալող ուժերի հետ համագործակցությունը, թե նախընտրական շրջանում, թե խորհրդարան անցնելուց հետո, եթե ժողովուրդը եւ Աստված կկամենա, որ մենք հայտնվենք խորհրդարանում։ Բայց մի հարց էլ կա, որ կուզենամ դուք դրա վրա էլ ֆոկուսը դնեք, որտեղից մեր ֆինանսավորումը։ Այո, որտեղից ձեր ֆինանսավորումը, ես որովհետեւ անկեղծ չի լինի, երբ որ ես այլոց նկատում հաջորդ հարցի համատեքստում պետք է տայ, բայց հենց ուղիղ տանք, որտեղից է ֆինանսավորումը։ Մեր ֆինանսավորումը բացառապես անդամավճարներից եւ նվիրատվություններից գոյացող են, որոնք որ օժանդակությունը գոյանում է հայ ժողովրդի քաղաքացիական հանրության միջոցով եւ Սփյուռքի, որտեղ 2024 թվականին, երբ որ ես կոչ արեցի, որպեսզի հայ ժողովուրդը կանգնի եւ նախաձեռնի այս նախաձեռնությունը հովանավորի, Սփյուռքից ահռելի քանակությամբ օժանդակություն մեզ եղավ։ Մենք ի սկզբանե մերժում ենք որևէ մեկ օլիգարխից կախում ունենալը եւ որևէ արատավորված ուժի կողմից ֆինանսավորումը, որպեսզի պահպանենք մեր մաքրությունը։ Շնորհապետական կուսակցության եւ նրա առաջնորդի եւ այնտեղ ներգրաված քաղաքական գործիչների մաքրությունը եւ ազնվությունը այս առումով անկյունակարային է, անգամ ավելի արժի, քան հաղթանակը։ Դուք մասնագիտությամբ քաղաքագետ եք։ Քաղաքական գիտությունների տեխնասում։ Եվ դուք գիտեք, որ քաղաքական երկար ճանապարհ անցնելու համար հենց մաքուր կենսագրությունն է անհրաժեշտ, բայց կարող է տարբեր նպատակներով լինել։ Հիմա արդյոք հարց չի առաջանում կամ ձեզ հարցեր չեն տալիս, դե լավ, ամեն դեպքում դուք այսպես ներկայանում եք, բայց կարող է ամեն դեպքում ինչ-որ մեկին մարտհնեք։ Կա այդպիսի Դե պետք է ապացուցեն։ Մատի փաթաթան են սարքել սլավոնականում դասավանդելը, ուրիշ ինչ են բերում։ Գիտեք, ինչ որ մեկի կողմից ուղղորդված լինելու համար, ինչ որ միտեղից պետքա այդ աղբյուրը ցույց տան։ Պետքա ցույց տան որտեղից է ծագել դա։ Ես իմ կրթությունը բացառապես իմ ընտանիքն է ֆինանսավորել, ոչ մի դրամաշնորհից չեմ օգտվել, որ ասեն, ես մի դրամաշնորհի ֆինանսներով ես ինչ կրթությունն է ստացել։ Ոչ մի պետական գրանտերի չեմ դիմել, ոչ մի արտասահմանյան գրանտերի չեմ դիմել, ինչ շատ հաճախ մեղադրում են գրանտակեր լինելու մեջ,
Ես իմ կյանքի ընթացքում մի լումա գրանտ չեմ վերցրել, անգամ պետական։ Հիմա անդրադառնալով այն ծրագրերին, որը պետք է իրականացնեք, դուք նաև համայնքներում եք հանդիպումներ ունենում, արդյոք պարզ է այն խնդիրների ամբողջությունը, որոնց ուզում եք հասցեագրել եւ որոնք են դրանք առաջ, որոնք են դրանք։ Նախ գիտեք, սոցիալական ծրագրերը տապալված են Հայաստանի Հանրապետությունում, մարդկանց կենցաղը սարսափելի վատ է։ Մենք Երևանով շատ հաճախ կենտրոններով ենք չափում մարդկանց հնարավորությունները, ընդ որում ես ձեզ ասեմ, Երևանում էլ բարվոք չի։ Երևանի բնակ ֆոնդի 80%-ը ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է։ Աստված ոչ անի, եթե մի բնական աղետ լինի, դուք պատկերացնում եք ինչ տեղի կունենա։ Էլ չասած, երբ որ մենք մի քիչ խորանում ենք ծայրամասային բնակավայրեր, ինչ ենք տեսնում, մարդիկ 30-40 տարի շարունակ գուցե եւ ավելի ապրում են բնակարանային այնպիսի պայմաններում եւ այնպիսի սոցիալական կացության մեջ, որ ուղղակի խայտառակություն է երկրի համար։ Սա մեծ խնդիր է։ Գյուղեր այցելում ենք, հարավային շրջանների գյուղերը խմելու ջրի եւ ոռոգման ջրի խնդիրներ ունեն։ Հյուսիսային գյուղերը գազամարտակառավարման եւ ճանապարհաշինության հետ կապված խնդիրներ ունեն։ Մարդկանց կենցաղը, եւ որ ամենակարևորն է, պետք է այստեղ շեշտենք, որ մարդիկ տառապում են արդարության, ոտնահարված արդարության պատճառով։ Արդարությունը ոտնահարված է Հայաստանի Հանրապետությունում, թե սոցիալական արդարությունը, թե քաղաքական եւ քաղաքացիական ել չասած ազգային արդարության մասին։ Ուզենք թե չուզենք խաղաղության եւ պատերազմի այդ երկընտրանքը դարձել է նաեւ նախընտրական գործիք։ Դուք ինչպես եք նայում այս հարցերին։ Արդյոք այդ երկուսի միջև է ընտրություն։ Մերժում եմ հենց ի սկզբանե այդպիսի խոսույթը, որտեղ խաղաղություն եւ պատերազմ հարացույցը մեծապես քաղաքական գործիչների խոստանալիքը չէ։ Նրանք, ովքեր որ խոստանում են խաղաղություն կամ պատերազմ, կամ վախեցնում են պատերազմով ի հեճուկս խաղաղության, խաբեությամբ են զբաղված սեփական ժողովրդի, որտեղ պատերազմի եւ խաղաղության հարացույցը աշխարհաքաղաքական եւ նվազագույն ռեգիոնալ շարժերով պայմանավորված երևույթ է։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է խոստանա մի բան, ասի սիրելի ժողովուրդ, երբ որ դուք կվստահեք ձեր քվեն մեր քաղաքական ուժին, մենք ռիսկայնության տոկոսների վրա կաշխատենք նվազեցնելով պատերազմի հավանականությունը, բայց իսպառ խոստանալ, որ պատերազմ չի լինի, նշանակում է աճպարարությամբ զբաղվել եւ խաբել սեփական ժողովրդին։ Իսկ ինչ ճանապարհով հնարավոր կլինի նվազեցնել պատերազմի ռիսկերը, երբ որ դու կարողանաս կառուցվածքային փոփոխությունների բերես պետական կառավարման համակարգը, ներգրավվես արժանիներին, շնորհապետներին, պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում, կարողանաս զարգացնել զինված ուժերը որպես համալիր, ոչ միայն բանակը, զինված ուժերը ընդհանրացակ հասկացություն է, միայն բանակը չէ։ Կարողանաս իմի բերել տնտեսությունը, երկրի դիմադրողականությունը, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները, եւ այստեղ ես ուզում եմ շեշտել, որ Ռուսաստանը չի հանդիսանում մեր ռազմավարական դաշնակիցը։ Նշանակում է, որ հայ ժողովուրդը նաեւ ստրատեգիական ռազմավարական շրջադարձի եւ արևմուտքի հետ ռազմավարական դաշինքի ձևավորման ջատագով պետք է լինի այն, ինչը որ մենք չենք տեսնում ցավոք սրտի։ Եվ այս առումով, եթե ժողովուրդը ծանրակշիռ ուսումնասիրության առնի խոշորացույցով տեսնի, թե այս մարդկանց քաղաքականությունը որն է, թե համակարգաշինության համատեքստում, թե կադրային քաղաքականության համատեքստում, թե տեխնոլոգիաների ներգրավման եւ արտաքին քաղաքականության համատեքստում, մի քիչ սրտերին դարման կլինի, որ եթե կգան դժվարին ժամանակներ, որը մեզանից կախված չէ, հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը որպես հայ ժողովրդի կարևորագույն քաղաքական ինստիտուտ կդրսևորի բարձր դիմադրողականություն եւ իմունային համակարգ։ Չէ՞ որ մենք պետություն ստեղծել ենք, որտեղ ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք։ Ցեղասպանությունը եղել էր, որտեղ մենք պետականազուրկ էինք։ Եվ ես խորհուրդ կտամ, որ դադարեցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ հայ ժողովրդին աշխարհասփյուր սպառնալ պատերազմով։ Մեր ժողովուրդը վախկոտ չէ։ Պրոկոպիոս Կեսարացին ժամանակին ասում էր. Բյուզանդիայում հայ լինելու, հայ կոչվելու տիտղոսը հույները գնում էին, որտեղ հայը հոմանիշ էր խիզախին եւ ազնիվին։ Մենք վախկոտ չենք եւ դա ապացուցվել է 20 թվականին։ Ով վախեցել է, տեղը վերընկած եղել է։ Չվախեցողները գնացել են մարտի դաշտ ու ցույց են տվել, որ թշնամուն կարող են կանգնեցնել, թույլ չտան, որ Սյունիքը աբսորբացվի։ Որտեղ 20 թվականին Արցախի հարցը չէր լուծվում, հայկական պետականության հարցն էր լուծվում։ Մեկ միշտ ուզում էին փակեին մեր
ինքնիշխանությունը եւ մեր սիրելի Հայաստանի Հանրապետության պատմական ընթացքը չհասկանալով, որ մենք Հավիտյանի մասին ենք եւ Հայաստանի Հանրապետությունը հավերժական լինելու է, իսկ իրանք ոչնչանալու են եւ անեանան։ Բոլոր մեր թշնամիները, ովքեր որ ցանկանում են մեր անեությունը։ Պարոն Սիմոնյան, դուք հարցերի բավական լայն շրջանակ ընդգրկեցիք դրանց լուծումները, դուք ինչպես եք տեսնում։ Բավական բարդ ժամանակաշրջան է եւ միայն Հայաստանից կախված չէ։ Մենք նաեւ բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջան Այո, ենք։ լուծումները պետական կառավարման համակարգում ներգրաված ցանկացած քաղաքական ուժ պետք է առաջարկի 3 մակարդակի՝ համակարգեր, կադրեր, տեխնոլոգիաներ։ Ունեք դուք։ Իհարկե։ Կան արդեն բացահայտումների Համակարգային ճարտարապետության վերաբերյալ քննարկումները ավարտին են հասցրել, մենք պետական կառավարման համակարգը այլ կերպ ենք պատկերացնում, որը ներառականության մեջ է գործելու եւ հորիզոնական ու աստիճանակարգային կապ ունի, իսկ կադրերը միայն շնորհապետական կուսակցության մարդիկ պետք է չլինեն, որտեղ երբ որ Աստծո հաջողությամբ եւ ժողովրդի կամոք դու հաղթանակ ես ստանում, դու դադարում ես լինել միայն մեկ կուսակցության առաջնորդ, դու լինում ես արդեն հայ ժողովրդի առաջնորդ։ Այդ դեպքում ամբողջ հայ ժողովրդի կադրային կապիտալից պետք է օգտվես։ Ի սկզբանե առաջարկել ես մերիտոկրատիա, արժանիների իշխանություն, կարող է իշխանության գալուց հետո բացահայտում ենք մի շատ տաղանդավոր եւ նեղ մասնագիտացում ունեցող պրոֆեսիոնալի, որը մեզ հետ չի եկել, բայց դա չի նշանակում, որ նա պետք է չլինի։ Ստորագրում է ռազմավարության տակ, անցնում է աշխատանքի 6 ամսյա ժամանակահատվածում, ցույց է տալիս արդյունքներ, շարունակում է գործել, ցույց չի տալիս արդյունքներ, փոխարինվում է մեկ այլ պրոֆեսիոնալով։ Այս ընտրությունները միայն ներքաղաքական համակարգով չեն սահմանափակվում, այլև աշխարհաքաղաքական ազդեցությունը կա։ Դուք այս խնդիրները ինչպես եք տեսնում եւ Հայաստանի ընդհանուր ուղղվածությունը։ Որպեսզի հայ ժողովուրդը այս ընտրություններով մերժի Մոսկվայի թելադրած խաղի կանոնները եւ Անկարայի ու Բաքվի կողմից թելադրած խաղի կանոնները, հայ ժողովուրդը պետք է առաջարկի Երևանի խաղի կանոնները, իբրև հավաքական հայության կվինտեսենցիա, կարևորագույն օջախ։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն էր։